Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումներով ու փոփոխություններով պայմանավորված առաջիկա 2 տարիներին Հայաստանը կիբեռանվտանգության 500 նոր մասնագետի կարիք կունենա։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության գնահատականն է, իսկ ինչ է արվում մեր երկրում այդպիսի մասնագետներ պատրաստելու համար։ Թումոլաբերը իրականացնում է կիբեռանվտանգության կրթական ծրագիր, որը համաֆինանսավորվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Արդեն 1.5 տարի գործող այս ծրագրի առաջին փուլն են ամփոփում Թումոլաբերը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը եւ ծրագրին աջակցած գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը։ Իրականացված աշխատանքները բազմաթիվ են։ Մեկն օրինակ արդեն 2 անգամ անցկացված կիբեռանվտանգության սպրինտն է։ Դրանք ինտենսիվ 4 շաբաթանոց միջոցառումներ են, որոնց ընթացքում եւ workshop-ների, դասընթացների միջոցով թիմային աշխատանքի արդյունքում գաղափարներ են գեներացվում կոնկրետ ոլորտի, տվյալ դեպքում կիբեռանվտանգության ոլորտի եւ տեխնիկական լուծումներ են առաջարկում թիմերը։ Ծրագրի շրջանակում մշակվել է նաեւ կիբեռանվտանգության ինքնուսուցման կուրս։ Այդ կուրսերին կարող է դիմել 18-ից բարձր ցանկացած քաղաքացի ու դառնալ կիբեռանվտանգության մասնագետ։ Եվան եւ Մարինեն այժմ մասնակցում են այդ դասընթացին։ Դրված են տեքստ, որ պետք է կարդալ, կան նաեւ լինքեր, հղումներ դեպի ուրիշ սայթեր, որտեղ կարելի է գրանցվել եւ ավելի խորացված սովորել տրված նյութը եւ հետո սովորելուց հետո կան հարցեր, որոնց պետք է պատասխանել եւ այդպես ստացվում է, որ համարվում է, որ անցել եք այդ փուլը։ Կրթական ձևաչափը ինքնուսուցումն է, բայց ցանկացած հարցի դեպքում մենք ունենք հարթակ, որտեղ կարելի է հաղորդակցվել եւ անձնակազմի անդամների հետ եւ նաեւ մեր ուսանող ընկերների եւ յուրաքանչյուր հարցի դեպքում կարողանում ենք հեշտ լուծում գտնել այդ հարցին, ինչը ավելի հետաքրքիր է դարձնում process-ը սովորելու։ Ավելի քան 70 մարդ էլ մասնակցել է կիբեռանվտանգության խոցելիությունների որոնման միջոցառմանը։ Գտել են խոցելի կետեր հայաստանցիների անձնական տվյալների ու ֆինանսական տեղեկատվության մեծ բազաներ պարունակող համակարգերում, որոնք փոխանցվել են համակարգերը կառավարող ընկերություններին։ Ծրագրերը տարբեր են, սրահում նստած մարդկանցից շատերը դրանց մասնակիցն են կամ եղել են։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարն ընդգծում է, ծրագիրը մասնավորի, պետության եւ միջազգային գործընկերների համատեղ նախաձեռնությունն է։ Այս իրականության մեջ, երբ որ մենք օգտագործում ենք թվային համակարգեր եւ թվային համակարգերը եւ արհեստական բանականությունը դարձել են մեր պետական կառավարման հանրային կյանքի, մեր առօրյայի հիմքը, մենք պետք է նաեւ մեծ ուշադրություն դարձնենք արդեն կիբեռանվտանգությանը որպես կարևորագույն բաղադրիչ կայուն տնտեսության զարգացման, պետության անվտանգության եւ նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս իրոք բերել այնպիսի խնդիրներ եւ փոխանցել ուսանողներին, որոնք որ պահանջված են եւ ստեղծում են հնարավորություն միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ստանալ։ Կրթական գերատեսչության փոխնախարարը եւս ընդգծեց ծրագրի կարեւորությունը։ Երիտասարդներին պիտի սովորեցնենք ճիշտ օգտվել այդ տեղեկատվությունից, ճիշտ վերլուծել, համադրել, խմբավորել, նոր գաղափարներ գեներացնել, որոշակի միկրովորակավորումներ հավաքել, որոշակի կարողություններ, հմտություններ, գիտելիքներ հավաքել եւ դա էլ հենց դառնալու է երևի թե մասնագիտական կրթություն, այսինքն նաեւ ռացիոնալ մասնագիտական կրթություն։ Ծրագրի առաջին փուլն ավարտվեց, կազմակերպիչները հուսով են, որ այն շարունակական կլինի։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։